Իմ ճանապարհորդության ընթացքում ես հնարավորություն ունեցա դիտարկել շատ կյանքի պատմություններ, որոնք ստիպեցին ինձ խորապես արտացոլել։ Ես տեսա մարդկանց, ովքեր հեռացան բացարձակ զրոյից և վճռականությամբ կառուցեցին նման ոգեշնչող հետիրություններ, որոնք նրանք շատերի համար տեղեկանք են դարձել, բայց ես գիտեի նաև նրանց, ովքեր, չնայած ծնվել են բոլոր առավելություններով բնական տաղանդ, հնարավորություններ, ազդեցիկ կապեր, որոնք ավարտվել են ոչ մի բետոնով, սա ինձ հանգեցրեց հիմնարար հարցի. Ինչն է իսկապես առանձնացնում, թե ով է նվաճում կյանք լի նրանցից, ովքեր խրված են միջակության և դժգոհության մեջ։ Պատասխանը, որը ես գտա, կարող է զարմացնել։ Դա արտաքին հանգամանքներն են, որոնք սահմանում են մեր նպատակակետը, դա արտոնյալ բնօրրանը չէ, ոչ էլ բախտի խաբեություն, ոչ էլ անվանի համալսարանի դիպլոմ։ Ինչն է դարձնում բոլոր տարբերությունները առօրյա կյանքի փոքր սովորությունները, այն գրեթե աննկատելի գործողություններ, որոնք մենք ինքնաբերաբար կրկնում ենք, օրինակ, աղյուսներ, որոնք մեկ առ մեկ կառուցում են մեր գոյության կառուցումը, երբ ես փոքր էի։ Ես մեծացա մի միջավայրում, որտեղ երեսների իմաստությունը խորապես գնահատվեց, իմ համայնքի ընտանիքներում։ Նախնիների խորհուրդները լսելը ոչ միայն հարգանքի ժեստ էր, այլ սերունդները կլանելու ձև, մի անգամ մի իմաստուն ասաց ինձ։ Այն ժամանակ ես պատշաճ կարևորություն չեմ տվել այդ խոսքերի համար, բայց տարիների ընթացքում ես հասկացա, որ նրանք բացարձակ ճշմարտություն են կրում։ Նկատել եք, թե որքանով են լճացած մարդիկ դեռ ընդհանուր բան, նրանք ժամանակ են ծախսում տնտեսությունից, պետությունից, պետից, գործընկերոջից, ոչինչ ինձ չի աշխատում ու արտահայտությունները, ուրիշները բախտը կամ աշխարհը անարդար են, կրկնվում են իրենց բառապաշարի մեջ, այնուամենայնիվ, երբ մենք ավելի ուշադիր նայում ենք, մենք գտնում ենք, որ իրական խնդիրը արտաքին պայմաններում չէ, այլ առօրյա կյանքի թվացյալ աննշան մանրամասներով, սրանք առավոտյան նապ կոճակի վրա կորած րոպեներն են, խոստանում են Ադիասը։ Երկուշաբթի ուրիշներին իրենց սեփական ձախողումների համար մեղադրելու և քաջության բացակայության համար, ամենավատն այն է, որ այս սովորությունները միանգամից չեն քանդում կյանքը, նրանք լուռ և աստիճանաբար գործում են, ինչպես ժանգը, որը քայքայում է մետաղը կաթիլը ընկնում է, այսօր անցնող բողոք, վաղը հետաձգված պարտավորություն։ Ապա դառնությունը ուրիշների հաջողությունը տեսնելիս, երբ մարդը վերջապես արթնանում է մինչև իրականություն, անցել է 10 տարի, և նա կանգնած է նույն դատարկ ռեժիմով, առանց էական փոփոխությունների։ Ես լավ եմ հիշում նախկին ծանոթությունը, մենք մեծացել ենք նույն թաղամասում, հաճախակի նույն տեղերը, նա ինձանից ավելի խելացի էր, ամեն ինչ հեշտությամբ իմացա և ուներ շփումների ցանց, որը նախանձում էր, այնուամենայնիվ, նրա պահվածքում օրինաչափություն կար։ Ամեն ինչ միշտ մնացել էր հետո, ես պատրաստվում եմ սկսվել հաջորդ շաբաթ, ես պետք է ավելի լավանամ, հիմա ճիշտ ժամանակը չէ, նրա մշտական արդարացումներն էին, 30 տարի անց, երբ մենք հանդիպեցինք, նա կրկնեց նույն արտահայտությունները միայն հիմա մոխրագույն մազերով, հոգնած հայացքով և այն հնարավորությունները, որոնք ժամանակին մարել էին, այս պահին ես հասկացա ցավալի ճշմարտություն։ Թուլությունը ռեսուրսների կամ ֆիզիկական ուժի պակասի մեջ չէ, այլ ինքնահոսական սովորությունների համացանցում, որոնք աննկատ են։ Բայց այս պատմությունն ունի մեկ այլ կողմ, ես ապրում էի նաև այն մարդկանց հետ, ովքեր, չնայած համեստ պայմաններով սկսվել, կարողացան ամբողջությամբ շրջել իրենց կյանքը, առաջին հայացքից ոչ մի արտառոց բան չկար, բայց նրանք վճռական որոշում կայացրին։ Ես կդադարեմ բողոքել, ես այսօր կանեմ այն, ինչը թույլ չի տա նախանձել իմ սեփական գոյությունը, մի քանի տարի անց այդ նույն մարդիկ դարձան ճկունության և հաջողության օրինակներ, Էփ. Սա այն է, ինչ այսօր ուզում եմ ձեզ հետ կիսել 10 սովորություններ, որոնք մշակելիս խաթարում են ներքին ուժը և կանխում անձնական աճը։ Ես խնդրում եմ, որ ձեզ ազնիվ նայեք և ճանաչեք, եթե դրանցից որևէ մեկը ձեր առօրյայի մի մասն է, քանի որ խնդիրը ճանաչելը առաջին քայլն է։ Դիտեք մինչև վերջ, քանի որ այս ցուցակի վերջին սովորությունները առավել դավաճան են, նրանք ակնհայտորեն չեն դրսևորվում, բայց նրանք ի վիճակի են ոչնչացնել ոչ միայն անհատական կյանքը, այլև ամբողջ ընտանիքների ապագան։ Ես ուշադիր տեսա, թե ինչպես են նրանք ոչնչացնում հարաբերությունները, փոխզիջումային առողջությունը և հույսը գողանում վաղվա համար, եթե դուք նույն կերպ եք ճանաչում այս վերաբերմունքից, մի հուսահատվեք։ Թրու շմարիտ իմաստությունը ճշգրիտ է տեսնել իրենց թույլ կողմերը և նրանց ուժերի վերածել։ Ինչպես ասում է հին ասացվածքները. ամենաուժեղը չէ, ով հաղթահարում է ուրիշներին, բայց ով է գերիշխում իրեն։ Հիմա եկեք նայենք այս 10 սովորություններին, որոնք թուլացնում են բնավորությունը և սահմանափակում են մարդկային ներուժը։ Դուք կարող եք ինքներդ ձեզ ճանաչել դրանցից մի քանիսում, և եթե դա տեղի ունենա, դիմագրավեք այն որպես փոփոխության հնարավորություն։ Ի վերջո, մենք կարող ենք միայն շտկել այն, ինչ կարող ենք տեսնել։ Առաջին սովորությունը ողբի մշտական տենդենսն է, նրանք, ովքեր ապրում են, դժգոհում են, միշտ պատճառ են գտնում։
Կլիման վատ է, կառավարությունը ոչ կոմպետենտ է, պետը չափազանց պահանջկոտ է, հարևանները անհարմար չեն, այս մարդն իր էներգիան ծախսում է լուծումներ չփնտրելու, այլ բացասականության ցիկլը կերակրելու համար։ Ես հանդիպեցի մի մարդու, ով ամեն առավոտ հայտնվեցի շուկայի մոտ, սկսեցի զրույցը նույն նախադասության հետ. Կյանքն այնքան դժվար է, բայց երբեք ես լսել եմ նրան։ Ես կփորձեմ դա այլ կերպ անել, հազարամազերծող իմաստությունը, որը սովորեցնում եմ, բողոքելը նման է ձախողման համար աղոթելուն, եթե ցանկանում եք ուժեղ լինել, բողոքները փոխարինեք գործով, հարցրեք ինքներդ ձեզ. Ինչ կարող եմ անել այստեղ և հիմա բարելավել իմ իրավիճակը։ Երկրորդ սովորությունը քրոնիկ հետաձգումն է, փխրուն մարդիկ անառողջ հարաբերություններ ունեն վաղը բառի հետ, ես վաղը սկսում եմ մշակել, վաղը այդ կապը կոչ եմ անում, ես սկսում եմ սովորել վաղը, բայց վաղը երբեք չի ժամանում։ Ես մեկ անգամ աշխատել եմ մեկի հետ, ով երազում էր սկսել իրենց բիզնեսը, նա ուներ կապիտալ, նորարարական գաղափարներ և նույնիսկ այն մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել նրան, այնուամենայնիվ նրա արդարացումը միշտ նույնն էր։ Ինձ պետք է ավելի լավ պլանավորել, անցել է 15 տարի, և երազը շարունակվեց միայն տեսականորեն, հիշեք, ծառ տնկելու լավագույն ժամանակը 20 տարի առաջ էր, երկրորդ լավագույն պահը այսօր է, մի սպասեք երրորդին։ Երրորդ սովորությունը քայքայիչ նախանձ է, այս զգացումը գործում է հոգու թթվի պես, ով նախանձում է ուրիշների հաջողությունը և մտածում. Ինչու ես, ներշնչված կամ սովորելու փոխարեն, այն սպառում է ներսում։ Ես հանդիպեցի մի վաճառողի, ով իր օրերը անցկացրեց մրցակցի խանութում շարժումը դիտելու համար, ձեր արտադրանքը բարելավելու կամ ավելի շատ հաճախորդներ ներգրավելու փոխարեն։ Այն միայն կերակրում է ձեր վրդովմունքը, արդյունքը, ձեր բիզնեսը սնանկացավ, ուժը նշում է ուրիշների նվաճումները, քանի որ իրական ուրախությունը բազմապատկում է, երբ տարածվում է, մինչդեռ նախանձը սպառում է միայն։ Չորրորդ սովորությունը ռիսկի դիմելու կատվածահար վախն է, նրանք, ովքեր խուսափում են հարմարավետության գոտուց հեռանալ, գերադասում են լճացման պատրանքային անվտանգությունը անհայտին դիմակայելու համար։ Ես հիշում եմ մի երիտասարդի, ով արտերկրում սովորելու հնարավորություն ուներ։ Ամեն ինչ կազմակերպված էր փաստաթղթեր, կրթաթոշակ, նույնիսկ բնակարան, բայց որոշիչ ժամանակ նա նահանջեց։ Ինչ, եթե դա չի աշխատում, տարիներ անց նա դեռ ափսոսում էր բաց թողնված հնարավորությունը, ով ուժեղ է հասկանում, որ ռիսկը ճանապարհի մի մասն է, երբեմն կորցնում ենք, բայց առանց ռիսկի, մենք երբեք չենք իմանա, թե ինչ ունակ ենք։ Հինգերորդ սովորությունը ուրիշներին մեղադրելու սովորությունն է, ամեն ոք, ով պատասխանատվություն չի ստանձնում, գտնում է քավության նոխազ։ Ծնողները բավարար կրթություն չեն տվել, երկիրը հնարավորություններ չի առաջացնում, ամուսինը չի աջակցում, ընկերները չեն օգնում, բայց երբ մատն եք մատնում ձեր մատը, ձեր կյանքի վերահսկում եք ձեր ձեռքերում։ Եվ երրորդ կողմերը, կամ մի ասացվածք։ Շմարիտ ուժը հարցնելն է, ինչ կարող եմ անել դա, նույնիսկ այն դեպքում, երբ մյուսները սխալ են առաջացրել։ Վեցերորդ սովորությունը առանց նպատակի ապրելն է, ով չի ունենա հստակ ուղղություն կյանքում, վերցվում է հոսանքի կողմից, աշխատանքները ուտում, քնում և կրկնում են ցիկլը, առանց հասկանալու, թե ինչու, մի անգամ մի տղայի հարցրեցի. Ո՞րն է ձեր կյանքի նպատակը, նա պատասխանեց. Ես պարզապես ուզում եմ հանգիստ ապրել, բայց առանց գոլերի կյանքը նման է նավի, առանց կոպիտների, ալիքների ողորմության ժամանակ, մինչև այն բախվի ժայռերի դեմ, ուժը գալիս է ունենալուց, նույնիսկ եթե փոքր է, հստակ և էական նպատակ։ Յոթերորդ սովորությունը ուրիշների հավանությունից կախվածությունն է, ով է ապրում այն գործառույթով, ինչը մյուսները կարծում են, որ երբեք իրենց որոշումները երբեք չեն կայացնում։ Ես հանդիպեցի տաղանդավոր երաժիշտի, որը հրաժարվեց իր կիրքից, քանի որ ընտանիքն ասաց. Սա լուրջ չէ, նա իր երազանքը փոխանակեց այն գործի անվտանգության համար, որը նա ատում էր, պարզապես ուրիշներին հաճեցնելու համար։ Ազատությունը սկսվում է, երբ մենք դադարում ենք արտաքին վավերացում փնտրել, և մենք ապրում ենք ըստ մեր սեփական արժեքների։ Գնալ աշխատանքի որպես հաշվապահ, նա հնազանդվեց, անցել են տարիներ։ Նա աշխատում է, ստանում է իր աշխատավարձը, բայց նրա աչքերը դատարկ են, այն չի ապրում, այն պարզապես գոյություն ունի։ Հիշեք, մարդիկ ամեն դեպքում կխոսեն, ուժեղ լսումները սրտին։ Թույլերը, ամբոխը։ Ութերորդ սովորությունը փոփոխության վախն է, փխրուն մարդիկ կպչում են կայունությանը, նույնիսկ եթե դա ոչնչացնում է դրանք։ Ես հանդիպեցի մի մարդու, ով 20 տարի մնաց նույն գործի մեջ ցածր աշխատավարձ, վատ բուժում, ես հարցրեցի. Ինչու չեք հեռանում, նա պատասխանեց. Ինչ է, եթե այնտեղ ավելի վատ է, բայց փոփոխությունները ինքնին կյանքն են, աշխարհը վերափոխվում է իրեն։ Եթե դուք չեք դառնաք դրա հետ, այն դառնում է քար։ Իներորդ սովորությունը պետք է ապրել առանց կարգապահության, թույլերը ասում են. Ես կանեմ, երբ ինձ նման եմ զգում, բայց հայտնվում է հազվագյուտ պատրաստակամությունը, մտածեք մարզիկի մասին։
Նա մարզվում է ոչ թե այն պատճառով, որ միշտ ուզում եմ, բայց քանի որ նրան պետք է, ուստի ուժը ծնվում է։ Ես հանդիպեցի մի կնոջ, ով ամեն օր արթնացավ 5-ին սովորելու, չնայած երեխաներին եւ աշխատանքին, նա ասաց. Ես պետք է դա անեմ, 3 տարի անց նա ավարտեց, կարգապահությունը երազանքի եւ արդյունքի միջև կամուրջն է։ 10-րդը եւ ավելի դավաճանությունը որոշումները հետաձգելն է, թույլերը կարող են ամեն ինչ իմանալ։ Բողոքողությունը ոչ մի տեղ չի հանգեցնում, որ նախանձը կոռոզիում է, ինչը նպատակների կարիք ունի, բայց դա չի գործում, մտածեք, ես ավելի ուշ կորոշեմ, եւ կյանքը անցնում է, ես տեսա տարեցներին, ով ասաց. Ահ, եթե փորձեի։ Եթե ես ռիսկի ենթարկեի, բայց ուշ էր, ֆորտը որոշում է, նույնիսկ վախով, նույնիսկ առանց հստակության որոշելու ուժը։ Ընկերներ, սրանք 10 թակարդներ են, որոնք ոչնչացնում են բեկորների կյանքը, դրանք անվնաս են թվում, բայց սահմանում են իրենց նպատակակետը, եկեք սուրճի ընդմիջում անենք, նայեք ներսից։ Այս սովորություններից որ մեկն եք ապրում ձեր մեջ, բողոքներ վախը նորից, ձգձգում բոլորս թույլ կողմեր ունենք, եւ ամեն ինչ լավ է, հարցն այն է, թե ինչ ենք անելու դրա հետ։ Երեխա, պապս կրկնեց. Ֆորտը չէ, ով երբեք չի ընկնում, բայց ով է ընկնում 7 անգամ եւ բարձրացնում 8, այն ժամանակ ես չհասկացա, բայց ես տեսա մարդկանց, ովքեր հրաժարվել են առաջին աշնանը եւ այլ, ովքեր, չնայած ուղիղ պարտություններին, բարդ են, սրանք այո ուժեղացան։ Ոչ թե ուրիշներին չհաղթահարել, այլ իրենք։ Կարծում ենք, որ ուժը մկաններ է, ուժ կամ փող, սխալ իրական ուժը ինքներդ տիրապետելուն է, ասելն է, ես դադարեցի բողոքել, այն վեր է կենում մինչև կամքը, դա չնայած վախին, գիտեմ, որ ձեզանից ոմանք գնում են դժվար ժամանակներ գործազրկություն, անհանգստացած հարաբերություններ, զգացողություն, որ կյանքը կտրում է մատներով, միգուցե նրանք կարծում են, որ ուշ է, լսեք, երբեք չէ։ Երբեք ուշ չէ դադարեցնել հետաձգումը, նպատակը գծելու համար երբեք ուշ չէ նոր գլուխ սկսելու համար, ես տեսա մարդկանց, ովքեր 60-ը սովորեցին մասնագիտություն, 70-ին բիզնեսը բացեց, 80 գտած սերը։ Ուժը երիտասարդ կամ կատարյալ չէ։ Այն կենդանի է, եւ եթե հասնեք այստեղ, դուք արդեն ունեք այս ուժը, թույլերը հրաժարվել են առաջին կետում։ Հիմա հարց. Ինչ եք անելու վաղը, արթնանալուց հետո։ Դուք կունենաք 2 տարբերակ։ Կրկնեք նույն սովորությունները կամ առաջին քայլը կատարեք, պետք չէ գրեն լինել, գրեք նպատակ, ձեր հետաձգված գործողություն կատարեք, գովաբանեք փոխարենը նախանձելու փոխարեն, դադարեք մեղադրել ուրիշներին եւ ենթադրել։ Իմ կյանքը իմ պատասխանատվությունն է, ամեն օր աղյուս է ձեր ապագայի շենքի մեջ։ Հրեական իմաստություն ասում է, ով է իմաստուն, ով է սովորում բոլորից, ով հարուստ է, ով է ուրախանում իրենց ունեցածով, ով է ուժեղացնում, պահպանեք այն, ուժը դուրս չէ։ Դա ձեզ վրա է։ Կատարեք ևս մեկ բան։ Նշեք, թե 10 սովորություններից որն է առավելագույն սահմանափակում, գրեք ներքև եւ խոստացեք ինքներդ։ Ես այսօր սկսում եմ փոխել դա, ոչ վաղը, ոչ թե երկուշաբթի, այսօր, քանի որ կյանքը դառնում է փոքր ամենօրյա քայլեր։ Շնորհակալ եմ ինձ լսելու համար, սրանք դատարկ բառեր չեն։ Ես կիսում եմ այն, ինչ տեսա, ինչ եմ ապրել, եթե այս տեքստից հետո միայն մեկ մարդ է փոխում սովորությունը, արժեր դա, բայց այստեղ չի ավարտվում, մենք առջևում կունենանք շատ խոսակցություններ։ Իմաստության, կյանքի շինարարության, ճկունության, երեխաների, դժվարին ժամանակների հավատքի մասին։ Եթե ցանկանում եք շարունակել այս ճանապարհը, եթե այս հաղորդագրությունը ռեզոնանսվի ձեզ հետ, հետևեք այս տարածությանը, թող նա լինի մի տեղ, որտեղ նա գտնում է ուժ, գիտի, որ նա միայնակ չէ եւ խմում է ժամանակի փորձարկված գիտելիքներով, արտացոլեք։ Մենք ժամեր ենք անցկացնում սոցիալական ցանցերում, նորություններ ողբում, բայց մի քանի րոպե իմաստություն կարող է փոխել ամեն ինչ։ Ավարտել, թույլերը արդարացումներ են փնտրում։ Ուժեղ ուղիները, վաղը սպասող թույլերը։ Այսօր ակտերը գործում են, թույլ վախերը փոխվում են։ Ուժեղը դրանք ստեղծում է, ուրեմն ում եք ընտրում, պատասխանեք անկեղծորեն, եւ նա ընտրեց ուժ, ողջունելի, եկեք միասին գնանք։